Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 միլիոն դրամի համակարգչային հափշտակություններ եւ փողերի լվացում։ Նախաքննությունն ավարտվել է եւս մեկ անձի մասով։ Հիշեցնենք, որ հանցավոր կազմակերպության անդամները գործարկելով բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր, հարթակներ, ինչպես նաեւ օգտագործելով գոյություն չունեցող ընկերությունների կայքեր հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին դուրս բերել դրանցում արկա գումարները, ձևակերպել վարկեր։ Հունվարի 31-ի գիշերը ժամը 1:15-ին ներքին գործերի նախարարության ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր Kia Magnishi մեքենան։ Համայնքային ոստիկանության արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են օգտվելով շարժիչը գործարկված եւ դռները բաց լինելու հանգամանքից։ Պարզվել է, որ մեքենան գողացել է Դիմիտրով գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել եւ գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, ներարկիչներ եւ ծալովի դանակ։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին ըստ տեղեկության 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում եւ իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին ժամը 20:45-ի սահմաններում Այրաքաղաքի Սիլիկյան թաղամասում թմրանյութի իրացնելու պահին քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց եւ նրանցից մեկի վարած VAZ-2106 Magnishi մեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվեց։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։ Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց VAZ-2106 Magnishi մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով 1 փաթեթ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով, իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց նույնանման զանգվածով 2 փաթեթ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։ 31-ամյա տղամարդիկ կալանավորվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 13:25-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 31-ին ժամը 11:30-ի սահմաններում Գուգարկ բնակավայրի սկզբնամասում գտնվող Դվին հանդիսությունների սրահի եւ նրան հարակից գազալցակայանի տարածքից կրակոցի ձայներ են լսվել։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում հասարակական վայրում նշված հանդիսությունների սրահի տարածքում կրակոց արձակած, այդ կերպ հասարակական կարգը խախտած անձը հանդիսանում է նույն ռեստորանը շահագործող Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Մ. Ըստ տեղեկությունների Արմեն Մ. ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հայտնել է, որ իրեն պատկանող քաղաքացիական ողորկափող հրացանով կրակելու միջոցով շուն է սատկացրել։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Մ.-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտե։ Փետրվարի 4-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 02:10-ի սահմաններում Խանջան 19 հասցեի մոտ բախվել են 4 մեքենա։ Երևանի բնակիչներ 32-ամյա Էդուարդ П.-ի վարած Nissan Magnishi, 57-ամյա Խաժա Գ.-ի վարած Toyota Magnishi, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սլավիկ Մ.-ի վարած Lexus Magnishi եւ Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Շ.-ի վարած VAZ-2121 Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Էդուարդ П.-ն եղել է ոչ սթափ եւ վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Պածայի Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։